Ամեն ամսի 2-ին, 11-ին, 20-29-ին ծնվածների տիեզերական կոդը։ Ծննդյան թիվ 2, 11, 20, 29։ Տիեզերական ուժի և ինտուիցիայի թաքնված գաղտնիքը։ Բարև հարգելիներս, ես Անժելան եմ։ Այսօր կխոսենք թվերի մի յուրահատուկ համախմբի մասին, որոնց ծննդյան օրերը կրում են 2-ի թրթիռը, պարուրված լուսնի էներգիայով։ Եթե դուք կամ ձեր հարազատները ծնվել եք ամեն ամսվա 2-ին, 11-ին, 20-ին, 29-ին, ուրեմն այս վերլուծությունը ձեր կյանքի թաքնված էջերի մասին է։ Դուք կրում եք տիեզերքի ամենախորհրդավոր, դիվանագիտական ու զգայուն էներգիաները։ Թվերի այս խումբը 2, 11, 20, 29 ջրային, ինտուիտիվ, հայելային համախումբ է, որի գլխավոր տիեզերական առաքելությունը, որտեղ էլ որ հայտնվի մարդը, ներդաշնակություն ստեղծելն է ու ծնված հակասությունը հարթելն է։ Ձեր գլխավոր մոլորակ լուսինը ձեզ օժտել է բացառիկ էմպաթիայով, կարեկցելու հզոր հատկությամբ, մարդկանց ներաշխարհին զգալու ու հոգեբանական նրբությունները զգալու տաղանդով։ Դուք ի ծնե դիվանագետ եք ու խաղաղարար։ Ձեր ուժը ոչ թե բացահայտ ճնշման, այլ փափուկ ազդեցության մեջ է։ Ինչպես լուսինն է փոխում իր փուլերը, այնպես էլ այս թվերի տակ ծնվածների տրամադրությունն ու էներգետիկան ունենում են մակընթացություններ ու տեղատվություններ։ Հիմնական ձեր խնդիրը սեփական էմոցիոնալ դաշտը կայուն պահելն է և ուրիշների բացասական էներգիան չկլանելն է։ Տարոյի համակարգում 2 թիվը համապատասխանում է գերագույն քրմուհի արկանին, որը գաղտնի գիտելիքի, ինտուիցիայի ու լռության խորհրդանիշն է։ Երբ դիտում ենք քրմուհի արկանին, տեսնում ենք, որ նա նստած է երկու սյուների սևի և սպիտակի միջև։ Սա հակադրությունների հատվածն է։ Սա նշանակում է, որ այս թվերի մարդիկ 2, 11, 20, 29 կարողանում են տեսնել երևույթների երկու կողմն էլ, չեն շտապում դատել ու տիրապետում են այնպիսի տեղեկատվության, որը հասանելի չէ մեծամասնությանը։ Ձեր ներքին ձայնը ձեր գլխավոր կողմնորոշիչ գործիքն է։ Դուք կանխազգում եք գալիք իրադարձությունները, տեսնում եք մարգարեական երազներ և հստակ հասկանում եք թաքնված դրդապատճառները ցանկացած շփման ընթացքում։ Այս համախումբ թվերի գաղտնիքը ծննդյան օրվա թվի համապատասխան ըստ մատրիցայի։ Մատրիցայի համակարգում 2-ի էներգիան համարվում է հավասարակշռության ու գաղտնիքների էներգիա, սակայն այս համախմբի յուրաքանչյուր թիվ ինքնին կրում է իր մասնավոր էներգիան։ Պայմանավորված տարաբնույթ շփումներով յուրաքանչյուրն իր անձնական փորձով է, սակայն 2 թվի տիեզերական առաջին իմպուլսի էներգետիկ համակարգով նրանց հատկանիշները համանման են։ Մատրիցայի 4 շերտերը, 4 թվերը՝ 2, 11, 20, 29։ Ինչպես են տարբերվում այս թվերը, թեև բոլոր 4 թվերն էլ գումարման արդյունքում վերածվում են 2-ի, ճակատագրի մատրիցայում նրանցից յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի։ Թիվ 2։ Այս մարդիկ կրում են 2 թվի բուն, մաքուր էներգիան, նրանք արտացոլում են այն ամենը, ինչ կա իրենց դիմացինի հոգում։ Եթե նրանց հետ վատ վարվեք, կստանաք ձեր վատ վարվելակերպի կրկնապատիկը։ Այստեղ հստակ օրենքը գործում է։ Եթե լավ վարվեք նրանց հետ, ապա նրանք ողջ կյանքում կդառնան ձեր լավագույն բարեկամն ու ընկերը, թիկունքը։ Թիվ 11 վարպետության և ուժի կոդն է։ Այստեղ 2-ի նուրբ էներգիան մեծանում է արեգակի հզոր կրկնակի մեկերի էներգիաներով։ Սրանք ուժեղ դիմացկուն մարդիկ են, ովքեր օժտված են ահռելի ֆիզիկական ու հոգևոր էներգիայով։ Այս մարդկանց դասն է, որքան հնարավոր է սիրալիր լինել հարազատների նկատմամբ, գնահատել նրանց և իր շնորհները ու համատեղ ջանքերն ուղղել արարմանը, գլխավոր նպատակների իրականացմանը, որը կվերաբերի և անձնական ոլորտին և ընտանիքին։ Նրանց էներգիան ծագում է նաև տարոյի 11-րդ ուժի արկանից։ Սա նշանակում է, որ այս մարդիկ օժտված են բացառիկ տոկունությամբ, ինքնատիրապետմամբ, ներքին արիությամբ, սեփական թուլությունները ճանաչելու ու կառավարելու հմտությամբ։ Թիվ 20
Սա ձեր տոհմի ու նրանց հետ կապված կարմայական կոդն է, որի լուծումը նախախնամությամբ ձեր միջոցով է կատարվում։ Այս թիվը կապված է տարոյի 20-րդ արկանի հետ, որը դատաստան արկանն է։ Սա նաև հուշում է ձեզ, որ դուք պետք է լուծեք ձեր տոհմին առնչվող ընտանեկան հին խնդիրները, որպեսզի մաքրվի առողջանա տոհմին վերաբերող կարմայական պարտքերը և ձեր ընտանիքը զերծ լինի նոր փորձություններից։ Սա ընտանեկան սցենարները բուժելու առաքելությունն է ձեր կողմից։ Թիվ 29. Սա ամենաբարդ ու միևնույն ժամանակ ամենահզոր թվերից է։ Սա մտքի, ինտուիցիայի և իմաստնության հավասարակշիռ վիճակի արտահայտումն է։ Այս մարդիկ 2-ի ինտուիցիայի և 9-ի իմաստնության սինթեզն են կրում։ Նրանք խորը վերլուծաբաններ են, սակայն փակված իրենց սեփական տարածքում։ Չեն ձգտում հանրային ճանաչման ու խուսափում են մարդաշատ վայրերում ելույթներից։ Նրանք չեն սիրում խոսել իրենց հաղթանակներից, բայց մտերիմ մարդկանց և ընկերներին խրախուսում են գնալ դեպի հաղթանակ։ Ուրախանում են նրանց նույնիսկ ամենափոքր հաղթանակի համար։ 29-ի մարդիկ թեև մտերիմների շրջապատում իրենց հարմարավետ են զգում, սակայն երբեմն միայնակ լինելը ավելի հարմարավետ է նրանց համար, խորը զգացողությունների մեջ սուզվելու։ Նրանց ներսում միշտ կա երկու ուղղությունների պայքար՝ բացահայտ ձգտել հաղթանակի, թե տեսանելի լինել լռության ֆոնին, կուլիսներից գործել։ Գործողությունների ծրագիր կամ ինչպես բացել ձեր կոդը սիրելի երկուսների համախումբ թվեր, որ հաղթահարեք ձեր դեմ ծառացած ցանկացած խնդիր։ Որպեսզի ձեր էներգիան չաշխատի ձեր դեմ, այն չվերածվի ընկճախտի, դուք պետք է կիրառեք հետևյալ կենսական քայլերը։ Երբ մտնում եք նոր միջավայր կամ գործնական առաջարկ եք ստանում, ձեր հոգին առաջին 3 վայրկյանում արդեն գիտի պատասխանը։ Եթե զգացիք ներքուս տագնապ, կանգ առեք, անկախ նրանից, թե որքան շահավետ է թվում առաջարկը թղթի վրա։ Կտրեք ձեր կախվածությունը շրջապատից։ Ձեր ամենամեծ թուլությունը ուրիշների տրամադրությունից կամ կարծիքից կախված լինելն է։ Դուք հաճախ զոհաբերում եք ձեր շահերն հանուն ուրիշների հարմարավետության։ Սովորեք երբեմն էլ մերժել մարդկանց, ովքեր իրենց զոհի դերով են միշտ ներկայացնում, և դուք էլ երբևէ խուսափեք զոհի դերից։ Մաքրեք ձեր միջավայրը անցանկալի մարդկանցից։ Դուք սպունգի նման ձեզ եք ձգում մարդկանց բացասական հույզերը։ Նրանց խոսքից արձակած բացասական էներգիան, լի դժգոհություններով իրենց առօրյայի գործերի հանդեպ, վնասում է ձեր աուրան։ Աշխատեք դժգոհ մարդկանց հարաբերությունները կրճատել ձեր կյանքում։ Նրանց անդադար սրա հասցեին բողոքներ լսելը ձեզնից մեծ էներգիա է խլում, թուլացնում ձեր իմունիտետը և ֆիզիոլոգիական ու հոգեբանական վնասներ հասցնում ձեզ։ Որպեսզի վերականգնեք օրվա ընթացքում լիովին սպառած ձեր էներգիան, ազատվեք կուտակած սթրեսից, ձեզ կօգնի բնության հետ շփումը, երկարատև քայլքը, տաք լոգանքը և առողջ քունը։ Ու նաև հիշեք, որ ձեր ուժը ձեր ներքին լռության, բնությունից տրված ուժեղ ինտուիցիայի, ձեր իմաստնության մեջ է։ Շնորհակալություն, որ հետևում եք, շնորհակալություն, որ այժմ միասին ենք, գրեք մեկնաբանություններում, թե որքանով է այս էներգիան արձական գտնում ձեր կյանքում, և եթե հարմար գտնեք, բաժանորդագրվեք ալիքին, բաց չթողնելու հաջորդ նորանոր գաղտնիքները։